Այսօր դատարանը կքննարկի Գեորգի Կվարացխելիայի դիտավորյա սպանության գործով երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Մեղադրյալներից մեկին Դավիթ Տեկանոսիձեին մեղադրանքը առաջադրվել է հեռակա կարգով եւ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում։ Մեղադրանքը նախատեսում է մինչև 17 տարվա ազատազրկում։ Հետաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Տեկանոսիձեն եւ Թորնիկ Էկաճարավան վերջինիս եղբոր հետ նախկինում տեղի ունեցած տարաձայնության պատճառով որոշել էին վրեժ լուծել Գեորգի Կվարացխելիայից եւ խմբով սպանել նրան։ Գեորգի Կվարացխելիային գլխի շրջանում հրազենային վնասվածք են հասցրել։ Չնայած նրան ցուցաբերված օգնությանը նա մահացել է բժշկական հաստատությունում։ 2015 թվականին տեղի ունեցած սպանության գործով ներքին գործերի նախարարությունում հետաքննությունը շարունակվում է գործին առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու նպատակով։ Թբիլիսիում գնահատում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի ատելության խոսքի վերաբերյալ ընդունած որոշումը։ Իշխող թիմի հայտարարությամբ Ստրասբուրգի դատարանը եւս մեկ անգամ ցույց տվեց մարդու իրավունքների պաշտպանության լավագույն եվրոպական չափանիշը։ Ընդդիմությունում, սակայն, կարծում են, որ տվյալ գործն այլ համատեքստ ունի եւ այդ որոշման ու Վրաստանի միջև զուգահեռներ անցկացնելը վրացական երազանքի կողմից մանիպուլյացիա է։ Խոսքը Սլովենիայի քաղաքացի Միտիա Կունստելի մասին է, որի դեմ քրեական գործ էր հարուցվել իր անձնական բլոգում երկու լրագրողների հասցեին վիրավորական գրառումներ հրապարակելու համար։ Կունստելը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 6 ամսվա ազատազրկման։ Այդ դատավճիռը Ստրասբուրգի դատարանը համարել է արդարացի։ Կունստելը պնդում էր, որ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը խախտել է կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքը։ Սակայն մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ 10-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել։ Դատարանը նախ եւ առաջ նշել է, որ հրապարակումները պարունակում էին լուրջ վիրավորական լեզու, որը լրագրողներին ներկայացնում էր ծայրաստիճան բացասական կերպով։ Թինա Բոկուչավան եւ ազգային շարժման քաղաքական խորհրդի անդամները կշարունակեն իրականացնել իրենց լիազորությունները մինչև կուսակցության հաջորդ համագումարի անցկացումը։ Նրանց լիազորությունների ժամկետը լրացել էր հուլիսի 8-ին։ Կուսակցությունում պարզաբանում են, որ համագումարը ամենայն հավանականությամբ կկայանա հուլիսի վերջին, որի ընթացքում կընտրվի ժամանակավոր ղեկավար մարմին։ Կստեղծվի նաեւ բարեփոխիչների խորհուրդ, որը պատասխանատու կլինի կուսակցությունում իրականացվելիք բարեփոխումների համար։ Նշված գաղափարը կուսակցությանը սոցիալական ցանցերի միջոցով առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա առաջարկով խորհրդի նախագահը կլինի հենց Միխեիլ Սաակաշվիլին, իսկ Նանուկա Ժորժոլյանին դիտարկվում է որպես բարեփոխիչների խորհրդի գործադիր քարտուղար։ Վրաստանի փաստաբանների ասոցիացիայում տեղի է ունեցել փաստաբանների որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացի շնորհանդեսը։ Դասընթացի հետ կապված մանրամասները միջոցառման մասնակիցներին ներկայացրել է փաստաբանների ասոցիացիայի նախագահ Իրակլի Ղանդաշվիլին, որը նաև ներկայացրել է այն փորձագետներին, ովքեր կվարեն եռամսյա ուսումնական ծրագիրը։ Նախապատրաստական դասընթացը ներառում է ինչպես քննական ծրագրին համապատասխան ուսումնական բաղադրիչներ, այնպես էլ ամփոփիչ թեմատիկ դասընթացներ։ Որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացի գրանցումն արդեն սկսվել է եւ կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ։ Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ Ռուսաստանը փորձում է մեծացնել վառելիքի ներմուծման հնարավորությունները։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն խոչընդոտել է, որպեսզի Ռուսաստանը չեզոք երկրներից ստանա վառելիքի բավարար պաշարներ։ Նաև ավելացել է այն երկրների թիվը, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կողմերը մանրամասն քննարկել են Ուկրաինային Պատրիոտ համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու հարցը եւ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին ընդունված որոշման համար։ Նրա խոսքով հաջորդ փուլում Ուկրաինայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները կսկսեն աշխատել լիցենզիայի ստացման հետ կապված տեխնիկական մանրամասների վրա։ Աջարիայի մասշտաբով շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման եւ վերականգնման աշխատանքները։ Քոբուլեթիում Խուցուբանի վարչական միավորում 850 մետր երկարությամբ հատվածում կկառուցվի ցեմենտե-բետոնե ճանապարհածածկ։ Տեղում հենապատերի կառուցումն արդեն ավարտվել է եւ այս փուլում իրականացվում է ջրահեռացման առուների կառուցումը։ Վերականգնված ճանապարհից կօգտվի 30 ընտանիք։ Աշխատանքներ են ընթանում նաեւ Խելվաչաուրիում, Մաճախելիի կիրճում, որտեղ 4 տեղամասում կառուցվում են հենապատեր, իսկ մի քանի օրից աշխատանքները կսկսվեն եւս 6 ուղղություններով։